Ծաղկազարդի տոնը, որը խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ, հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Հարության տոնից մեկ շաբաթ առաջ՝ կիրակի օրը։ Այս տարի տոնը կնշվի մարտի 24-ին։ Նինոց Մինդայում գործող 9 եկեղեցիներում ևս ծաղկազարդի տոնը կնշվի կիրակի օրը։ Այս տոնը նաև կոչվում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ, մեծ պահքը դետևում է 40 օր և գումարած ավագ շաբաթը։ Ավագ շաբաթ են կոչում, որովհետև մեր քրիստոնեական մեծ տոնը ամենամեծ տոներից է Հարության տոնը, իսկ դրան նախորդող մեկ շաբաթը շատ խորհրդանշական է։ Քրիստոսի վերջին ընթրիքը, հաղթական մուտքը Երուսաղեմ է տեղից է սկսում, հետո ամեն օր ունի իր խորհուրդները, ավագ 5 շաբթի, պատարագի խորհրդի հաստատումը, Քրիստոսի խոնարհումը, աշակերտների ոտքերը լվանալը, մատնությունն ու չարչարանքը, խաչելության թաղման օրը ուրբաթ օրը, իսկ շաբաթ երեկոյան էլ ճրագալույցի պատարագն է, որից հետո արդեն ավետում են Քրիստոսի Հարության տոնը։ Մեկ շաբաթ է մնացել մեծ պահքի ավարտին և ովքեր որ պահում են կամ ովքեր որ շատ կարևոր է իրենց մասնակցությունը այս շաբաթվա ընթացքում, գիտենք, որ ծաղկազարդի նաև երեխաների օրհնության օրն է, որտեղ երեխաներն էին Քրիստոսին դիմավորում, արմանվեն ու ճյուղերը պոկելով, հռելով Քրիստոսի ոտքերի առաջ, և այդ օրը նաև երեխաների օրհնության օրն է։ Ավագ շաբաթը սկսում է, ասացի, որ ծաղկազարդից, արդեն այս պատարագը բաց կլինի, մարդիկ կարող են հաղորդություն ստանալ և հետո երեկոյան նորից կփակվի վարագույրը, քանի որ Քրիստոսի մատնության, չարչարանքների օրն է և այս շաբաթվա ընթացքում հայ առաքելական Սուրբ եկեղեցին որևէ արարողություն չի անում, ուրախ արարողություն, այսինքն մկրտություն և պսակ, և հորդորում ենք, որ մեր ժողովուրդն էլ հեռու մնա, քանի որ ոնց կարող ենք, եթե հավատացող մարդ ենք, Քրիստոսի չարչարանքների օրը կամ մատնության կամ խաչելության օրը մենք ուրախություն նշենք։ Դրա համար հորդորում ենք, որպեսզի հեռու մնան, ովքեր որ տեղյակ չեն, հեռու մնան իրենց խնջույքներից, իրենց արարողություններից։ Քրիստոսի հարությունից հետո, զատկից հետո 40 օր ուրախության շրջան է և կարող են մարդիկ այդ օրերը նշեն իրենց ուրախությունը։ Նինոց Մինդայում ունենք 10 գործող եկեղեցի, որից 9-ում կկատարվեն այդ երեխաների օրհնության կարգը, անդաստան կկատարվեն, ես կուզենամ, որ մեր ժողովուրդը տեղյակ լինի և իրենց մասնակցությունը բերի։ Կիրակի առավոտյան 9:30 անդաստանը կսկսենք Սուրբ Սարգիս եկեղեցում և 10-ին կսկսենք անմիջապես հետո պատարագը։ Պատարագից հետո կգնանք փոքր գոնդուրա, այնտեղ նորից երեխաների օրհնության կարգը կկատարենք, ժամը 12-ին կլինենք փոքր գոնդուրայում, 12:30 մեծ գոնդուրայում կլինենք, ուրեմն 1-ին կլինենք Դելիֆում, 1:30 Մամզարայում և 2-ին Ջիգրաշենում կլինենք, որից հետո 3-ին կգնանք փոքր Խանչալի եկեղեցում, այդտեղ էլ այդ նույն կարգը կկատարենք, անդաստան, երեխաների օրհնության կարգը և 4-ին կլինենք Սատխայում և 4:30 Մեծ Արաքյանում։ Այս գյուղերում սա մեր նպատակն է, որ մարդիկ տեղյակ լինեն, իրենց երեխաներին բերեն, նաև խաչքավորները կբերեն ճյուղեր, բայց մարդիկ իրենք կարող են ճյուղեր բերել, ճիշտ այս տարի Զատիկը մի փոքր շուտ է սկսվում, մարտի 31-ին է և բնականաբար ճյուղերը հեռու տեղերից պիտի բերեն, բողբոջած ճյուղեր, որպեսզի դա օրհնվի, խնդրել ենք, որպեսզի դա կատարեն, մենք էլ կատարենք մյուս արարողությունները։